Հայաստանը ևս 150 միլիոն եվրոյի բյուջետային վարկ է վերցնում զարգացման ֆրանսիական գործակալությունից մարման ժամկետը 20 տարի է։ Այս բյուջետային ֆինանսավորումը ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը։ Կառավարությունն ազգային ժողովին կներկայացնի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը։ Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանխատեսումների համաձայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը կկազմի 5%։ Ընդհանուր առմամբ ըստ կառույցի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հնաան այս տարի կաճի 3%-ով։ Կառավարությունն առաջարկում է հետաձգել ցամաքային անցակետերում բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետտուրքի վճարումները։ Նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցման և որոշակի դեպքերում ճանապարհային հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանելու անհրաժեշտությամբ։ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մայիսին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո տարեկան կտրվածքով աճել է 35%-ով, այդ թվում Ռուսաստանից արտահանումը 50%-ով։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով համաձայնագրի հետագա արդյունավետ գործարկման համար հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխնիկական կարգավորման համակարգերին, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումներին, մաքսային վարչարարության պարզեցմանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանն ու թվային հարթակների ստեղծմանը։ Եվրամիությունում գնաճն ընդհանուր առմամբ կայունացել է, իսկ տնտեսությունն արտացոլում է կայունություն բարձր անորոշության պայմաններում։ Այս մասին հայտարարել են Եվրոպական կենտրոնական բանկից։ Գնաճը եվրագոտում կազմում է 2%, իսկ ՀՆԱ-ի աճի տեմպերը երրորդ եռամսյակում որոշ չափով կնվազեն, սակայն այնուհետև կվերականգնվեն։ Նյու Յորքը շարունակում է զբաղեցնել աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների ցուցակի առաջին տեղը, չզիջելով առաջնորդությունը դեռևս 2018 թվականի աշնանից։ Աշխարհի ֆինանսական կենտրոնների ինդեքսը առաջին անգամ հրապարակվել է 2007 թվականին և թարմացվում է յուրաքանչյուր կես տարի։ Վերջին վարկանիշը կազմվել է գրեթե 5000 հարցվածների կարծիքների հիման վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը TikTok-ի վերաբերյալ գործադիր հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս հավելվածին շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում։ Գործարքը գնահատվում է մոտավորապես 14 միլիարդ դոլար։ Գործարքի համաձայն Միացյալ Նահանգներում TikTok-ի գործունեությունը կիրականացվի նոր համատեղ ձեռնարկության միջոցով։ Հայաստանը կրկին ընդգրկվել է Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ինչը արգելում է հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա։ Զրկվելով եվրոպական ուղղություններով թռիչքներից, որքան հնարավոր շահույթ են կորցրել հայաստանյան ավիաընկերությունները կամ պետությունը, պաշտոնական հաշվարկներ չկան։ Ինչ տնտեսական վնասներ են կրել Եվրամիության շուկա մուտք գործելու արգելքի պատճառով։ Ավիացիոն ոլորտի մասնագետները նշում են, որ սև ցուցակում մնալը տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանին և ուղևորներին, սահմանափակելով մատչելի ծառայությունները։ Կան գնահատականներ հնարավոր եկամտի կորուստների մասին։ Այն ազդում է օտարերկրյա գործընկերների ներդրումային այդ պրոյեկտների վրա, բացասաբար է ազդում, քանի որ նրանք շարունակաբար տեսնելով, որ ոչ մի դրական փոփոխություն չկա, սև ցուցակից դուրս գալու, նրանք ոնց որ այսպես անվստահություն ունեն հայկական շուկայում լուրջ և զգալի ներդրումներ անելու համար։ Մասնագետն ասում է, հիմնական խնդիրը անվտանգության հարցն է եղել, մյուս պատճառն էլ կադրային մեծ արտահոսքներ, իսկ մասնագետներին հետ բերելը նրանց վերապատրաստվելը մեծ ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Եվրոպայից մասնագետներ են եկել, որոնք 2022 թվականին էլի եկել էին։ Աուդիտ են անցկացնում, ովքեր ստուգում են, թե որքանով են սև ցուցակում հայտնված թերությունները շտկվել, որոնք օրինակ հենց 2022-ին 41-ն էին։ Պարբերաբար իրենց այցերը և
ստուգումները, հայտարարությունները լսում ենք, որ եկել ստուգել են, բայց արդյունքների մասին մեզ չեն իրազեկում համապատասխան մարմինների։ Իսկ ո՞րն է պատճառը։ Ճիշտ ասած չգիտեմ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հույս ունի, որ 2025-ի վերջին Հայաստանը կհանվի սև ցուցակից։ Վերջին ստուգումների դրական արդյունքների հիման վրա, սակայն ինչու է մինչ օրս երկիրը շարունակում մնալ սև ցուցակում, Խուդատյանը չի պարզաբանել։ Ուսումնասիրություններ իրականացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեում եւ նաեւ ավիափոխադրող ընկերություններում։ Պատկերը բավական լավն է, նախնական այդպիսի պատկեր ունենք, որ իրենց գնահատականների հիմնական մասը, որոնք արձանագրվել են սև ցուցակում հայտնվելու ժամանակ վերացված են։ Մինչև այդ նույն ցուցակում Հայաստանի հետ հայտնված մյուս երկրները դրանից դուրս են եկել շատ կարճ ժամկետում։ Թուրքմենստանն օրինակ այդ ճանապարհն անցել է ընդամենը մի քանի ամսում։ Հայաստանում կներդրվի հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ։ Որոշման նպատակն է ապահովել հյուրանոցային ծառայությունների միջազգային չափանիշներին համապատասխան որակի ապահովումը եւ որակավորման կարգերին համապատասխանումը։ Այն հնարավորություն է նաեւ այն զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ են նախընտրում Հայաստանում, ստանալու համապատասխան սպասարկումը։ Բարձրակարգ հյուրանոցները նպաստում են նաեւ միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը։